Նոյեմբերի 17-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում տվեց։ Նրա ասելով նույն օրը պարզել էին, որ ոսկյա զարդերի մի մասը չկա, պատճառվել էր մոտ 1.5 միլիոն դրամի վնաս։ Ըստ նրանց ոսկեղենը կորել էր նախորդ օրը ժամը 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։ Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Արդեն մի քանի օր անց հաջողվեց տեղեկություններ ստանալ գողությունը կատարած անձի վերաբերյալ։ Կասկածյալ նստնախնական տեղեկությունների նույն գյուղից էր, ավելին, նույնիսկ բավական մտերիմ տուժողներին։ Անչափահաս Արտուրը դեկտեմբերի 1-ին նույն գյուղից հայտնաբերվեց ու գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ էլ խոստովանական բացատրություն տվեց։ Օգտվելով այն հանգամանքից, որ տնեցիներն այդ պահին առաջին հարկում էին, պատուհաններից մեկի ճաղավանդակներից կառչելով բարձրացել ու երկրորդ հարկի պատուհանով ներս էր մտել։ Մտնելուց հետո տեսել էր, որ օրորոցում երեխա կա քնած, որն այդ պահին արթնացել էր։ Արթուրին դա էլ չէր խանգարել։ Հոգատարությամբ հանգստացրել էր երեխային եւ շարժվել առաջ։ Անմիջապես ուղղություն էր վերցրել հենց այն սենյակ, որտեղ չհրկիզվող պահարանն էր, ոսկյա զարդերով։ Կասկածյալ նստամենայնի լավ տեղեկացված էր Տանիելու մուտից, գիտեր, որ պահարանի բանալին տանտերերը պահում են գորգի տակ, հենց պահարանի դիմաց, վերցրել էր, բացել դուռը, հանել ոսկեղեն ու նույն ճանապարհով լքել տունը։ Ըստ նրա գողոնը մոտ 300,000 դրամով իրացրել էր մայրաքաղաքում։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Արթուրը հանձնվել է ծնողների հսկողությանը։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, բացահայտվել է խարդախության 6, մաքսանենգության 1, գողության եւ յուրացման 4-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նոյեմբերի 28-ին ժամը 16:30-ին անհայտ քաղաքացին հազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ հայտնել, որ Ծափաթաղ Ջիլ ավտոճանապարհի եզրից 80 մետր դեպի Սևանալիճ Եղևնու տակ հողում թաղված պարկի մեջ 50 նռնակ է թողել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել է առանց պայթուցիչի 50 RGD տիպի նռնակ։ Նոյեմբերի 23-ի երեկոյան Ավանի Աճարյան պողոտայում այգի ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկվել 50-ից 55 տարեկան անձը չպարզված տղամարդ, որը նոյեմբերի 24-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, հասցեն Իսակովի 9 կամ զանգահարել 010 54 69 46 099 41 10 15 հեռախոսահամարներին։ Ոստիկանության կրթահամալիրի սովորողների նախաձեռնած միջոցառումը նվիրված էր հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Քոլեջի առաջին կուրսի սովորողների մասնակցությամբ միջոցառումը մեկնարկեց կրթահամալիրի բակում տեղադրված Պարյուր Սևակի հուշաքարի մոտ։ Մենք դատապարտում ենք եւ պահանջում կարգախոսով կրթահամալիրի սաները շարժվեցին Ծիծեռնակաբերդ։ Անմար կրակի շուրջը նրանք ծիրանափողի նվագակցությամբ արտասանեցին հատվածներ անլռելի զանգակատուն պոեմից։ Մեկ րոպե լռությամբ հարգեցին Եղեռնի զոհերի հիշատակը, ապա հնչեցրին տերունական աղոթքը։ Զիքոր արքայություն, եւ զորություն, եւ փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Կրթահամալիրի քոլեջի սաները դիմելով հանրապետության բոլոր բուհերի ուսանողներին կոչ արեցին Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակներում կազմակերպել ակցիաներ «Մենք պահանջում ենք եւ դատապարտում» կարգախոսով։